Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շատ լավ, անդրադառնանք վերջին փոփոխությունին, հա միջանձնային փոխանցումների շեմը կարծես վերանայվեց, ինչը հիմք հանդիսացավ դրա, ինչ խնդիր ենք լուծելու։ Տեսեք, երբ որ ասում ենք միջանձնային փոխանցումներ, դա կարծում եմ մոլորեցնող ձևակերպում է, որովհետև խոսքը ուղղակի փոխանցումների մասին չի, փոխանցումներ կարող են տարբեր նպատակներով։ Այդ թվում փոխանցում միջանձնային կարող է լինել օրինակ բնակարանի վարձավճարի դիմաց, որը որ որևէ կապ չունի շեմերի հետ եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դա հարկվող եկամուտ է անկախ որևէ շեմից հայտարարագիր պետք է ներկայացվի եւ վճարվի համապատասխան հարկերը։ Խոսքը գնում է նվիրատվությունների կամ փոխառությունների կամ նման գործարքների, որը նախկինում հայտարարագրման ենթակա են, բայց նոր փոփոխություններով նախ օրինակ վարկերի մասով մեր բազմաթիվ քաղաքացիները բարձրացնում են, թե ինչու են վարկերը օրինակ հայտարարագրման ենթակա, մենք իսկական ֆինանսների նախարարությունը կառավարությունը վերացրել է այդ պահանջը եւ այսուհետ նրանք կարիք չունեն հայտարարել օրինակ վարկերը, ստացված վարկերը։ Շեմի մասով այո, շեմը վերանայվել է եւ օրինակ եթե մի ընկեր մյուսին որոշակի փոխանցում է կատարում օրինակ միասին ես փորձեմ ավելի բարձ լեզվով բացատրել որ հասկանալի օրինակ միասին գնացել են որևէ սրճարան եւ մի ընկեր օրինակ վճարում է կատարել եւ մյուսը համապատասխան փոխհատուցում է տալիս նման դեպքերը իրականում օրենքի իմաստով նախկինում էր հայտարարագրման ենթակա չէին բայց հիմա առավել եւս շեմի արկայությունը գործարքի մասով շեմի արկայությունը հնարավորություն է տալի որ նման գործարքների մասին ընդհանրապես մեր քաղաքացիներն չանհանգստանան դա 1 միլիոն է այո գործարքի մասով մինչև 1 միլիոն սա եւս մեկ անգամ ցույց է տալի թե ինչքան ապատեղեկատվություն է շրջանառվում այս թեմայով մեդիա դաշտում ինչքան մանիպուլատիվ տեղեկատվություն կար եւ մեր խնդիրը ամենևին ինչ որ փոքր գործարքներ բացահայտել կամ դրանց հետևից ինչ որ անհասկանալի վարչարություն անելը չէր, այլ ընդհանուր մեծ պատկերը տեսնելն է մեր ազգաբնակչության եւ հարկման առումով օրինակ նախկինում բազմաթիվ հրապարակումներ են եղել եւս ապատեղեկատվություն է եղել, որ չգիտեմ ձեր օտարերկրյա բարեկամներից ստացվող փոխանցումները այսօր սկսում են հարկվել եւ այլն փորձը ցույց տվեց, ինչպես եւ մենք ասում էինք, որ նման իրողություն չկա եւ դա բացարձակ սուտ է եղել։ Շատ լավ։ Իսկ շեմը բարձրացնելով մինչև 1 միլիոն որոշակի ռիսկեր տեսնում եք ամեն դեպքում կլինեն մարդիկ, որոնք ծառայություն կմատուցեն, հա, ինչ որ հանդիսավար կաշխատեն, գումար կվերցնեն եւ դա կձևակերպեն, որ ընկերն է փոխանցել։ Պեկը ինչ գործիքակազմ ունի կամ վերահսկողության տակ պահելու եք այս գործընթացը։ Անկախ էս համակարգից պեկը ուներ մի շարք վարչարական գործիքներ, որը որ համակարգի ներդրմամբ ըստ էության չեն փոխվել։ Մեր վարչարական գործիքակազմը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կա գործում է իհարկե որոշակի արդյունավետությամբ, դուք տեղյակ եք, որ մենք ֆինանսական հաշիվների փոխանակում ենք սկսել թե տեղական բանկերի հետ, թե միջազգային մեր գործընկերների հետ բազմաթիվ այլ վերլուծական գործիքներ ենք ներդրել, այդ թվում արհեստական բանականության գործիքակազմ ենք ներդրել, հենց նման տարբեր փոխհարաբերություններ ավելի լավ վերլուծելու համար։ Իհարկե սա չի նշանակում, որ մենք ամեն մանր դեպքի հետևից գնալու համար մեծ ռեսուրս ենք ծախսելու, բայց ընդհանուր առմամբ թե հայտարարագրման համակարգի ներդրումը, թե մեր մնացած գործիքների ներդրումը նպաստելու են նրան, որ կամավոր կարգապահության մակարդակը բարձրացնենք։ Այսինքն մեր ենթադրությունը հետևյալն էր, որ եթե մենք քաղաքացիներին տանք ավելի հարմարավետ գործիք իրենց հարկերը հայտարարելու եւ վճարելու, դա որոշակի առումով կընկալվի եւ այդ ազդեցությունը իր կունենա եւ այսօր արդեն ունենք փաստեր, որոնք ապացուցում են մեր նախնական ենթադրությունը։ Օրինակ նախորդ տարի հայտարարագրման համակարգով հենց բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերը աճել են 143%-ով։ Իսկ բացարձակ թվով որքան է մոտավորապես։ Բացարձակ թվով այս պահին առանձին եկամուտների տեսակով չեմ ուզի նշեմ, բայց ընդհանուր կարող եմ ասել, որ նախկինում եթե մենք հավաքագրել էինք, այսինքն 23 թվականի արդյունքներով հավաքագրել էինք 4.5 միլիարդ դրամ եկամուտ, այս տարվա, այսինքն 24 թվականի
հայտարարման արդյունքներով մենք հավաքագրել ենք 8.7 միլիարդ դրամի, այսինքն հայտարարվել է 8.7 միլիարդ դրամի հարկ, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի շատ է, քան նախկինում հայտարարված հարկը։ Խոսքը ֆիզիկական անձանց մասին է։ Դա միայն տնականների վարձակալության գծով է։ Ոչ, չէ, ընդհանուր։ Նաև ապահովական շինություններ կան ասենք դեպքեր, երբ ֆիզիկական անձը չէ, խոսքը գնում է հայտարարման համակարգով վճարվող հարկերի մասին։ Հայտարարման համակարգով վճարվող հարկերը, ինչպես նախկինում այնպես էլ հիմա, խոսքը գնում է ֆիզանց գործարքների մասին։ Այսինքն ձեր ասած դեպքը օրինակ որ արտադրական ձեռնարկություն եւ այլն, ֆիզանձը կազմակերպությանը վարձակալությամբ է հանձնել տարածք, դա ֆիզանց գործարք չէ։ Եվ այստեղ կա հարկային գործակալ, այն է արտադրական ձեռնարկությունով վարձակալությամբ վերցնում է տարածքը եւ նախկինում եւ հիմա էլ իրենք են վճարում հարկերը ֆիզանձի փոխարեն եւ դա համակարգի ներդրման հետ առնվազն հարկերի վճարման մասով ուղիղ կապ չունի։